Ինչ կասեք, եթե Նիկոլ Փաշինյանը ձեր դիմաց դուրս գա, եթե հանդիպեք նրան։ Իշտիսեք, Նիկոլ Փաշինյանը կամ դուրս եկա կարաբարակ մի ամիտ։ Ես խոսացի, որտեղ ես գիտեմ ենք կա ու ցեվեր վիգա կսեի։ Կասեի, որ համենայն դեպս լսի ժողովրդի ձայնը։ Ինքան շատ բան կա ասելու։ Են դժբախտության պատճառը հենց ինքն է, կան ժողովրդի դժբախտության այս ամեն ինչի պատճառը, որ ինքը այսօր հոկտեմբերի 15-ն է, էլի նորից հիշատակման օրն է, ինքը առավոտ բարլեսին ինձ ցույց է տալիս մի երգ միացրած, ինքը բանանում որ ամուր ընտանիքների մասին, իսկ ես կհարցնեմ, որ ամուր ընտանիքների մասին են, որ երիտասարդ տղաներին զոհեցիր, որոնց կանայք մնացել են, ինքը հոկտեմբերի 4-ին Շուշի ռմբակոծության օրն էր, որ զոհվեցին ահավոր շատ տղեր, ոստիկաններ ու ինքը իլուր ամբողջ Հայաստանի ցույց էր տալիս, թե Աննա Հակոբյանն եկել է Չինաստանից եւ խորոված է ուզում, ախր այդ կանայք էլ են իրանց ամուսիններից խորոված ուզում, ուղղակի այդ ստորություն է, ոչ գիտեմ ինչ անուն կարելի է տնել հայոց այդ բաների մեջ բառարաններում չկա ինչ ծևի իրան ներկայացնել իր այդ կապիկությունը, իր մեմունությունը բախտերս վերեց մենակ ենկանով, որ խուխնուց դուրս եկանք էլ չհասանք էլ նջասենյակները։ Ոչ մի բան չեմ ասել։ Ոչ մի բան, ոչինչ չունեմ ասել։ Կասեմ անհարմար չէ, այդ ամեն ինչի համար դու դες անհարմար չէ գտնում։ Ինչ կա ձեր խղճում։ Ինչպես եք քնում։ Այդքան բան։ Սեպ թոշակը ավելցրեք։ Դժգոհ ենք, որնակ մեկը ես դժգոհ եմ, և թոշակներից, ինչ է ես, թոշակ ինչ կստանամ, մեզ տարիքով կնիգեմ, մի հոգիմ եմ, պետք է ես ձևին վարվել թոշակարու կնոջ հետ։